2018 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական լիազորություններն անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածների հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց։ Գրեթե 7 տարի անց գործը դեռևս նախաքննության փուլում է։ Ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու։ Փաշինյանի հայտնի այս ելույթը հնչել էր 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, Աբրահամյանին մեղադրանք առաջադրելուց 3 օր անց, հանրության մոտ մեծ սպասումներ առաջացնելով։ Ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ դրանից հետո Փաշինյանը հաճախ էր նման սուր ելույթներ ունենում, պարբերաբար խոստանալով՝ ժողովուրդը շուտով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները կտեսնի սկանդալային քրեական գործերում։ Ժողովուրդը իսկապես տեսավ այդ անունները քրեական գործեր հարուցելու մասին հաղորդագրություններում, բայց ոչ դատավճիռներում։ Գործերի շատերը տարիներով նախաքննության փուլում են կամ քննվում են դատարաններում։ Այս հանգամանքը, որը տարիներ շարունակ բարձրաձայնվում էր քաղաքասարակության եւ իրավապաշտպանների կողմից, երեք հանկարծ հիշեց վարչապետ Փաշինյանը։ Ես զարմանքով եւ եթե անկեղծ ասեմ, մի փոքր զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով մեծ բաներով տենց լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է։ Նախկին վարչապետին մեղադրանք առաջադրելը հենց Փաշինյանի մատնանշած աղմուկ աղաղակով էր ուղեկցվում։ Սկզբում տեսանյութ հրապարակեց ազգային անվտանգության ծառայությունը, նշելով Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող Անբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված Արարատի մարզի Մղջյանի նախկին մեխանիկա վերանորոգման գործարանում խուզարկություն է իրականացվել։ Հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք եւ ռազմամթերք, այդ թվում 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ AK-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ SVD տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ։ Արդեն հաջորդ օր աղմկահարույց հայտարարություն կատարեց այն ժամանակ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը։ Մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն հնարավոր է օգտագործվել են մարտի 1-ի, 2-ի դեպքերին։ Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք որ ներառված չեն եղել իրավապահ համակարգում sense ձևակերպենք։ Ասենք եղել են թիկնազորի ներկայացուցիչներ։ Այո։ Եվ մինչ այս գործը քննվում էր արդեն տարիներ, 2023 թվականին նոր մեղադրանք առաջադրվեց Աբրահամյանին։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը մեղադրվեց առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնական լիազորություններն անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածների հատկանիշներով։ 2025 թվականի մարտի 21-ի դրությամբ գործը դեռևս նախաքննության փուլում է։ Եթե Փաշինյանի համար նմանօրինակ դեպքերը զարմանք են առաջացնում, ապա իրավապաշտպաններն այս մասին պարբերաբար են բարձրաձայնում։ Երբ որ պետք է Նիկոլ Փաշինյանին այդ սալուտը, այդ հրավառությունը, այդ շքեղ, չգիտեմ, կարմիր բանտիկով կապած գործերի հարուցումը ներկայացնել որպես բացառիկ հաղթանակներ, այդ ժամանակ օգտագործում էր այդ գործիքը։ Հիմա եկել է հաջորդ փուլը։ Հասարակությունը գուցե լավ տեղեկացված չի, բավարար գիտելիքներ ու փորձառություն չունի, բայց կներեք ամբողջ հասարակությունը ապուշների հավաքածու չի։ Մարդիկ տեսնում են, որ շարժ չկա, որ գործընթաց չկա։ Աբրահամյանի գործը միակը չէ։ Ժամանակին մեծ հնչեղություն ստացած, բայց այսօր գրեթե մոռացված գործերից են նախկին գլխավոր հարկադիր կատարող Միրհան Պողոսյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եւ այլոց քրեական գործերը։ Վերջինները հետախուզման մեջ են։ Ստացվում է, ավելի քան 7 տարի իրավապահ համակարգը չի կարողանում հայտնաբերել մեղադրյալներին։ Անթույլատրելի է, որ կարա լինի դեպք, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 տարի հետո, ասենք բա ինչ եղավ այդ գործը եւ պարզվի, որ այդ գործի նախաքննությունը շարունակվում է եւ
Սա կարծում եմ եւ պարոն Նահապետյան ձեզ հետ էլ ենք քննարկել այդ հարցը, որ դա ուղղակի անընդունելի մոտեցում է եւ կարծում եմ քննչական կոմիտեի դեպքում էլ ցավոք նման իրադրություններ կամ դրան նմանվող իրադրություններ ունենք եւ մենք պետքա բացառենք սա։ Իսկ ով կամ ովքեր են մեղավոր հանրությանը ոգևորող ամպագորգոր տեսանյութեր տարածելով քրեական գործեր հարուցելու եւ դրանք տարիներով քննիչների դարակում քնեցնելու համար։ Արդյոք այս իրողություններն անակնկալ էին Փաշինյանի համար։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը բացասական պատասխան է տալիս։ Միանշանակ սա Քարոզ Արշավի նախապատրաստական փուլ է, սա հերթական կեղծիքն ու մանիպուլյացիան է, որով պիտի փորձեն խաբել հասարակությանը։ Ասել, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը այս սրբադասվածների շարքում է եւ ինքը ոչինչ չի իմացել եւ չէր կարող իմանալ, շատ ծանրաբեռնված ալիքը գործեր ունի, այնտեղ խաչմերուկներ նկարում ու չգիտեմ ինչեր է բանակցում, մարդը չի իմացել, հիմա նոր եկել է, այնց շիվարել է, բարձում ինչ որ խնդիր կա, հիմա նոր հիմա տվեք մանդատ, որ ինքը կարողանա այդ ամբողջ ծավալով այդ խնդիրները լուծել։ Ես մեծ հույսեր ունեմ, որ այլևս այդ խաբկանքին հասարակությունը չի տրվի, որովհետև սա կլինի մեզ համար ուղղակի կործանարար։ Թեև Փաշինյանի երեկվա ելույթը այսպես ասած նվիրված էր հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահ Արթուր Նահապետյանի նշանակմանը, սակայն վարչապետն ընդգծեց, պետք է լսեն դատաիրավական համակարգի բոլոր ներկայացուցիչները։ Նահապետյանը դեռևս հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի օրը շեշտել էր, կոմիտեի նախագահ դառնալու պահից առաջինն անդրադառնալու է երկար քննվող գործերին։ Առաջին հերթին սկսելու եմ տևական ժամանակ քննվող վարույթների ուսումնասիրությունից, բարձելու այդ վարույթների տևական ժամանակ քննվելու պատճառները, վարույթն իրականացնող քննիչների չանասիրությունը դրանց հետ կապված, թիրախային են համարվելու հատկապես այն վարույթները, որոնցով պետությանը կան պատճառված վնասներ եւ այդ վնասների վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել։ Իսկ ով պետք է ձեռնարկեր ում էր ուղղված քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քարամյանի սանիկ Արթուր Նահապետյանի մեղադրանքը։ Այդ ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն այդպես էլ անուններ չհնչեցրեց։ Եվ մինչ Նահապետյանը ըստ ամենայնի Սասուն Խաչատրյանի ներակնարկում իր ելույթում երկրի գլխավոր հակակոռուպցիոն կառույցի պաշտոնական կայքեջում Խաչատրյանի հրաժարականից 4 ամիս անց դեռ շարունակում է մնալ նրա ու Փաշինյանի լուսանկարը։